երևի քչերը կարող են պատկերացնել, որ անառողջ ապրելակերպով պայմանավորված կարող է անպտղություն առաջանալ, օրինակ սննդակարգը 40% պատճառը կանացի է, 40% տղամարդու եւ 20% երբ երկուսն իրար հետ խնդիր ունեն։ Որ սնունդը կարող է ազդել տղամարդու պտղաբերության վրա։ Այս սնունդը, որը բերում է ճարպակալման։ Դավիթ, ավելորդ քաշը կարող է անպտղություն առաջացնել։ Հա, ու շատերը կասեն, բա ո՞նց է դու երեխա ունես, դու ավելորդ քաշ ունես, բայց ամենահամար մեկ ապացուցված բազմաթիվ գիտական աշխատանքներով ված սովորույթը դա ծխելն է։ Մանկահասակ երեխաների մոտ Մամաները պետք է նայեն, որ իրան տղաների ձվիկները լինեն փոշտում։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Մեր հաղորդումը առողջ ապրելակերպի մասին է եւ դրան չհետևելու պարագայում առաջացող առողջական խնդիրների, ինչպիսին օրինակ անպտղությունն է։ Այո, երևի քչերը կարող են պատկերացնել, որ անառողջ ապրելակերպով պայմանավորված կարող է անպտղություն առաջանալ, օրինակ սննդակարգը, միջավայրային վնասող գործոնները, նստակյաց կյանքը, ինչպես են ազդում պտղաբերության վրա։ Թեմայի վերաբերյալ կզրուցենք ուրոլոգ Դավիթ Տոնոյանի հետ։ Ողջույն Դավիթ, ուրախ եմ ձեզ ողջունել։ Ժամանակին անպտղությունը կապում էին կնոջ գործոնի հետ, հիմա բոլորս գիտենք, որ անպտղ կարող է լինել նաև տղամարդը, անդրադառնանք տարածվածության ամբողջ աշխարհում, մասնավորապես մեր երկրում ինչ պատկեր ունենք։ Դե նախ ստանդարտիզացված սիստեմներում ընդհանրապես տոկոսային սենց է, 40% պատճառը կանացի է, 40% տղամարդու եւ 20% երբ երկուսն իրար հետ խնդիր ունեն։ Այս թվերը տարբեր երկրներում մի փոքր մի քանի տոկոսի տարբերությամբ կարող է վարիացիայի ենթարկվեն, բայց ընդհանուր առմամբ իրանք հիմնականում նույնն են։ Շատ լավ, տղամարդու գործոնով պայմանավորված, հիմնականում տարբեր են իհարկե բազմագործոն է, բայց անդրադառնանք անառողջ ապրելակերպով պայմանավորված, օրինակ սննդակարգը, որ սնունդը կարող է ազդել տղամարդու պտղաբերության վրա։ Այս սնունդը, որը բերում է ճարպակալման։ Ճարպակալումը ինքնին որովայնային ճարպը բերում է էստրոգենների, այսինքն կանացի հորմոնների բարձր քանակի, որը բերում է սերմի որակական հատկանիշների վատթարացման։ Բայց ամենահամար մեկ ապացուցված բազմաթիվ գիտական աշխատանքներով ված սովորույթը դա ծխելն է, սիգարետի ծուխը, ընդհանրապես սիգարետը, բոլոր տեսակ վեյփերը, բոլոր տեսակ են էլեկտրոնային սիգարետները, որ տարբեր են մանր բաները դնում ծխում են անունները չտամ էլի բրենդային, հա։ Մտածել եմ, որ քիչ կվնասի կամ չի վնասում։ Վնասում են հավասարաչափ, համահավասար, հավասարազոր։ Եվ կարող են անպտղության պատճառ դառնալ։ Միանշանակ, նո հա, ես բազմաթիվ իմաններ ունեմ, որ կարացել են այդ կախվածությունից ազատվել, ընդհանրապես 3 ամսում իրանց սերմը հել է դառել լրիվ նորմայի մեջ։ Երբ հրաժարվել են ծխախոտից, ալկոհոլը ինչպես է վնասում։ Նույն ձև, բայց ոչ այնպես ինչպես ծխախոտը, այսինքն ալկոհոլային թունավորումները մարդը ամեն օր չի ալկոհոլ օգտագործում, այսինքն հիմնականում միջվիճակագրական մարդը, եթե ինքը ալկոհոլիկ չի, կա ամեն օր չի օգտագործում, ամեն օր մի բաժակ օղին երիտասարդների շրջանում դա չափազանց քիչ հանդիպող երևույթ է, էլի, հա։ Գարեջուր ավելի շատ։ Հա, գարեջուրը ինքնին անպտղության ավելի շատ է բերում, որովհետև ինքը իր մեջ էլի դրոժեր է պարունակում, է դրոժերը էլի էստրոգենների սինթեզին են նպաստում։ Հղիություն պլանավորելուց առաջ ես միշտ խորհուրդ եմ տալիս ալկոհոլը քիչ, ծխելը բացառել։ Այստեղ համար մեկ թշնամին սիգարետն է։ Վեյփերն են, մնացած կալյաններն են, մարիխուանան եւ մնացած բոլոր նմանատիպ երևույթները։ Բայց նշեցինք, սնունդը նույնպես կարող է նույնպես միանշանակ, նույնպես վատ սնունդը, չիփսերը, սնեյքերը, երշիկ եղենը, նրբերշիկ եղենը, մեկ-մեկ մարդկանց խորհուրդ եմ տալիս, ասում եմ լներ երշիկ կամ նրբերշիկ ուտելուց առաջ կարդա էլի ինչից է կազմված։ Իրաց վրա է գրած, որ իրանք այդ հավելումներն են պատճառած տրանս ճարպերը։ Տրանս ճարպերը չէ, մենակ ես մի երկու հատ երշիկի դες բանկ վարկեմ սկրինշոթ, թե իրանք իրancs գրած է ինչ են պարունակում իրանց մեջ, էլի մաշկ։ Քաղցկեղածին են։ Դե բացին այդ որ քաղցկեղածին են, ուլտրա վերամշակված սնունդը ինքը վատն է։ Չի կարա լավ կաթը ունենա 8 ամսվա պիտանելիության ժամկետ, չի կարա լավ թթվասերը ունենա մի քանի ամսվա պիտանելիության ժամկետ, ինքը ուլտրա վերամշակված է։ Եվ նույնը ջուրը, չի կարա ջուրը մի քանի օրվա ջուրը լինի, այսինքն մի ջուր, որը ունենա մի տարվա, ասենք շշալցման ջուրը պետք է իր այդ բնական աղբյուրային այդ ցիկլը անցնի, չի կարա դնես դու իրան գրաֆինկայով տանու, ասես օ նորմալ է խմելու համար, իսկ շշալցվածը։ Շշալցվածը միանշանակ, ցավոք սրտի արդեն գնում ենք դեպի դրան, օրինակ մեր տանը մամայից տամ աշխատանքի դրս մեր շշալցված ջուր եմ օգտագործում, հիմնականում ուշադրություն դարձնում եմ այն ջրերին օգտագործեմ, որոնք հենց հանքից առանց շատ ֆիլտրելու վերցում շշալցվում են, էլի։ Չգովազդենք, պետք է կարդալ մակնշումը։ Դավիթ, ավելորդ քաշը կարող է անպտղություն առաջացնել։ Հա, ու շատերը կասեն, բա ո՞նց է դու երեխա ունես, դու ավելորդ քաշ ունես, նախ ես արդեն 20 կիլո քաշ եմ գցել եւ ես հաղորդում դուրս գալուց մի 10 գցած կլնեմ։ Երկրորդը ին բախտը բերել է։
երկրորդին չի բերում, բայց ավել քաշը ինքնին համ ճնշում է ամորդիները, համ քրոնիկ բորբոքման, այսինքն մենք գիտենք, որ ճարպակալումը քրոնիկական բորբոքման մաս է կազմում ու այդ բորբոքումը կարող է բերի սերմի վնասման ու եւ ամենաշատը էստրոգենների քանակի աճը, որը բերում է սպերմատոգենեզի ընկճման, այսինքն նայեք, sense պրիմիտիվ բացատրեմ, կա տեստոստերոն, տղամարդու հորմոնը, կա էստրադիոլ, կանացի հորմոնը։ Ճարպը իր մեջ պարունակում է մեծ քանակի արոմատազա ֆերմենտը, որը շատ հեշտությամբ տեստոստերոնը փոխակերպում է էստրադիոլի։ Դա համար այդ հիվանդները օրինակ որ գալիս են նաև ուրիշ խնդիր ունեն վիրահատական բան, ասում եմ չեմ վիրահատի, մինչև չնիհարես։ Մարդկա ինձ լսում է, մարդկա գնում է ուրիշ բժշկի մոտ վիրահատվում, հետո ասում «Ոյ, արդյունք չունեցանք», հա։ Բայց նույնիսկ վիրահատությունից հետո կարող է արդյունք չլինել, եթե այդ բալանսը հորմոնների բացատրեմ էլի, պատկերացրեք մի իրավիճակ կվալդով խփում եք ձեր գլխին, հետո ասում եք դե կվալդով չխփեմ, չագուչով խփեմ, հիմա նույնն է ստացվում էլի, որ դուք ոչ մի տարբերություն չկա, հա։ Այդ չէ, ավելի օրինակ, համ կվալդով, համ մուրճով եք խփում, ասում եք դե լավ, հիմա մուրճով էլ չեմ խփի, մենակ կվալդով կխփեմ, հա։ Հասկանալի է։ Մանկահասակ երեխաների մոտ Մամաները պետք է նայեն, որ իրանց տղաների ձվիկները լինեն փոշտում։ Դա շատ կարևոր է ու դա պետք է անեն մինչև 1.5 տարեկանը, որովհետև հետազոտությունները ցույց են տալիս, եթե դա արվում է 1.5-ից հետո տարեց տարի իջնում է նորմալ սերմ ունենալու, նորմալ տղամարդուային հորմոնները արտադրելու խնդիր են ունենում։ Մինչև 1.5 տարեկան գրեթե լումա 100% բուժել։ Մինչև 6 ամսական համբերում եք, չի իջնում ամորձիները 1.5 տարեկան, մինչև իջացնում եք։ Ես նույնիսկ ասենց ասեմ, չխորտանում այդ 6 ամիսն մի սպասեք։ Գնացեք վիրահատության, երեխան բան չի հիշելու այդ օպերացիայից, նարկոզից վնաս չի լինելու, թիրելի մեզ նայողներ, չնա, ցենց կոմենտներում դու ինչ ես հասկանում, մեր հենա հարևան Պատվիգին նարկոզ տվին, գնաց 72 տարի հետո ինֆարկտից մեռավ, էդի նարկոզից էլի, այտենց մեր ազգը սիրում է։ կատակում ենք, միֆ չէ որ տղա երեխաներին հատկապես նեղ տաբատները ցուցված չեն եւ դրանք նույնպես կարող են Տեղ նեղ տաբատը չէ, բայց օրինակ լեն վարտիկն էլ լավ բան չի, որովհետև լեն վարտիկի ժամանակ ամորդիները անդադ գնում խփում են ոտքերին, անդադ իրար են հարվում ու ուտեղ բերում են տրավմատիզացիա, միկրոտրավմաների վարտիկը պետքա լինի համահավասար, այսինքն ոչ մեծ, ոչ բան։ Իսկ օրինակ վիրահատությունից հետո մենք հակառակ ասում ենք հələ նեղ հագեք, ավելի փոքր է հագեք բիոպսիաներից հետո այլն, ասում ենք որ որպեսզի այտուշ չձևավորվի, տրավմաները չշատանան, բորբոքումների ժամանակ ենք ասում քիփ հագեք, քիփ Միջավայրային գործոններին անդրադառնանք, վնասող գործոնները, որոնք են Դավիթ։ Դե օդի աղտոտվածությունը, որը ցավոք սրտի մեր քաղաքում ձմեռն ամանոց հասնում աստղաբաշխական թվերի, չնայած հաշվի առնելով, որ նայած ինչով ենք հետևում եք այդ օդի աղտոտվածությունը, դա էլ կապ ունի, ինչ ծրագրերով ենք հետևում։ Ինչով ենք հետևում, տեսնում ենք, որ կարմիր գիծը վաղուց հատել ենք։ Հա։ Դե հենց այդ է հարցը, որ հա հատել ենք, բայց Ստեղ արդեն առանձին հաղորդումը պետք է կարել PM2.5 մասնիկները, իրանց տեսակները, թե ինչու են կայքերը, որի օրինակ մի քանի հատ սարքից դրված քաղաքում կարան լրիվ ցուցանիշ։ Մենք սարքերի քանակի քչություն ունենք երկրում։ Այդքան հետաքրքիր չի Դավիթ, թե ավելի շատ են ինչպես պաշտպանվել, եթե օդի աղտոտվածությունը կարող է անպտղության հագեցնել։ Գնալ Դիլիջան։ Ինչքան հաճախակի տեղափոխվել ապրելու։ Տեղափոխվել ապրելու, ինչպես պաշտպան օդ աղտոտված է, ոնց դիպա գնաս այս քաղաքից։ Չէ՞ թե օդը մակրոն տարբեր սարքեր կան նաև տանը տեղադրելու, գոնե տնային պայմաններում։ Գոնե այդ սարքերը կան, բայց եկեք սենց ասենք, դա մի ռիսկի գործոն է, ու կա 15 էլ ռիսկի գործոն է, եկեք այն 15-ը կչացնենք, գոնե ինչ որ բժշկության մեջ կա, հա, ինչ փոփոխելի է, փոփոխենք գոնե ինչ, օրինակ տարիքը չես կարող, չէ՞, փոխես, տարիքն էլ է անպատկության նպաստող գործոն, ինչքան մեծ, այդքան ավելի վատ։ Դե տղամարդկանց մոտ տարիք չի հարցնում, չի հարցնում, անդրոգենային դեֆիցիտ է, հա, եթե տղամարդը սպորտով զբաղվել է ամբողջ կյանք նորմալ է, բան, բայց դու լավ էլի։ Կա տարիք։ Ո՞րն է այդ տարիքը, մինչև 40։ Մենք, չէ, մինչև 50 մարդիկ 70-ում էլ են երեխա ունենում։ Հարցը նա այդ մի հատ առողջ սպերմատոզոիդ է պետք դրա համար։ Հարցը հավանականությունն է, ինչքան է հավանական։ Այստեղ կարևորը թե հետո այդ տղամարդը ոնց է ապրել իր կյանքը։ Կնոջ պարագայում օրինակ դա այդքան շատ եղանակ չի փոխում։ Կա օվուլյացիա, չկա օվուլյացիա, էլի գալիս է մի տարիք, որ բոլոր կանայք մենոպաուզայի են բախվում։ Տղամարդիկ չունեն այդ անդրոպաուզան, բայց իրանց մոտ դա դանդաղ գնում է, դա տարիք չկար, ասենք այս տարիքից սկսես անդրո։ Նայես տղամարդը մոտ, եթե տղամարդը 25-30 տարեկանում արդեն իսկ քիչ է շարժվում, չգիտեմ, գործի չի գնում, իր մոտ արդեն
տեստոստերոնի դեֆիցիտ է լինում։ Այլ ինչ միջավայրային գործոններ կան, որոնք վնասում են։ Զոքանչները, որոնք անդադ պետք է ասեն, բախ երեխա չեք ունենում, աղջկաս խիքես տվեցի բանման։ Եվ կիսուրները հակառակ տեսակներից։ Ստրեսից պետք է խուսափել, ստրեսը Դե իսկապես։ կարակ խուսափեք։ Ունեք ես մեր հաղորդումը, որ մենք նոր նկարեցինք, ծերից ծեր ստրես է, էլի, ով որ այդ խնդիրն ունի, հիմա նայում է ու ստրեսվում է։ Ես ուզում եմ ձեզ մոտիվացնել, ընդհանրապես ձեզ պետքա ձեր կյանքից ընդհանրապես 200 օր, որ այս ամեն ինչը փոխվի։ Հասկանում եք, ինչքան քիչ է 200 օր։ Երբ դիմել բժշկի, երբ պետք է անպատվություն կասկածել։ Երբ որ 6 ամիս շարունակ, երբ որ 1 տարի շարունակ ազատ սեռական կյանքից հետո եւ 6 ամիս, եթե կնոջ տարիքը 35-ից պլյուս է, ակտիվ սեռական կյանքից հետո չպաշտպանված, ակտիվը դա շաբաթը մի անգամը չի, ակտիվը շաբաթը 4-5 անգամ սեռական ակտիվից հետո 6 ամիս շարունակ կամ մի տարի շարունակ հղիություն չի գրանցվում։ Իսկ ինչպես է ախտորոշումը դրվում, ինչ է Համարտունը շատ պրիմիտիվ է, հասարակ սերմի բնական քննություն են անում, ընդհանուր քննություն են անում, տեսնում եք։ տղամարդկանց մոտ անպատվության պատճառները մեծամասամբ երբ ձեզ դիմում են, ինչով է պայմանավորված։ Ոյ, դրա մասին այս հաստության գիրք կարելի է ասենց մի հատ դնել, համարտու անպատվության պատճառները, էլի։ Պատճառները չէ, նկատի ունեմ ավելի հաճախ հանդիպող։ Վարիկոցելն է, ամենահաճախ հանդիպող պատճառը դա սերմնալարի երակների լայնացումն է։ Դա հորմոնալ դիսբալանսն է, որը առաջանում է, օրինակ ավելորդ քաշի հետևանքով։ Վահանաձև գեղձի։ Վահանաձև գեղձի խնդիրներն է կանան լավ ընկճան սպերմատոգենեզը։ Շագանակագեղձի հետ կապված խնդիրները, տարբեր տեսակի ինֆեկցիաները, ասում եմ, այս հաստության գիրքը։ Մեզ մի YouTube ալիք է պետք, մենակ դրա մասին խոսելու համար։ Պատճառ համար 1, պատճառ համար 2, ուսն շարունակենք։ Ինչի պետք է ուշադրություն դարձնել տղամարդիկ եւ ինչը չան տեսել։ Օրինակ հորմոնալի դեպքում կան ազդակներ, որ հուշում են արագ դիմել բժշկի։ Ամորդիների փոքր չափսերը։ Եթե դու զգում ես, որ քո ամորդիները փոքրացել են, դու ձեռք ես տալի, զգում ես ընդհանրապես ինքնազննումը, ոնց որ կանանց պարագայում, կրծքի պարագայումը, տղամարդկանց պարագայումը դա ուռուցքների հայտնաբերման եղանակ է։ Դոկտոր, ես գիտեմ, որ ավելի հաճախ ձեզ դիմում են վարիկոցելեի բուժման համար, որի բուժումը վիրահատական է, ասենք թե ինչի մասին է խոսքը որպես հիվանդություն, բուժումը Սերմնալարի երակները լայնացած են, իրանք տաքացնում են ամորդին, տոքսիկ նյութերը դժվար են անցնում դեպի հեշտությամբ են անցնում դեպի ամորդի, իրանք էվակուացիան դժվարանում է, ամորդին ախտահարվում է։ Բուժումը վիրահատական է, բուժումը մինիմալ ռիսկային է, չգիտեմ, ինչ որ լեգենդներ են պատմում, որ վարիկոցելեից հետո անպտղությունը ավելի է խորանում։ Մի հավատացեք, որքան ժամանակ հետո կարելի է պլանավորել։ Ընդհանրապես սերմի որակի վատացում ես չեմ ունեցել վիրահատել, եթե նորմալ վիրահատած է մարդը, այդ խնդիրը չի լինելու։ Եթե այնտեղ խնդիրը առաջանում նորմալ չվիրահատելու արդյունք է։ Այսինքն ճիշտ վիրահատելու արդյունք է։ Որոշակի երևի 1% պարագաներում, բայց իմ ընկերների մոտ նմանատիպ խնդիրը ով որ վիրաբուժությամբ զբաղվում է, գրեթե չի հանդիպում։ Կամ այնտեղ կողքից ես ուրիշ ինչ խնդրենք բարբերական հիվանդություն կա, ինչքան որ այնտեղ պրոգրեսիա ապրում հիվանդն իր տեղորայքը չի ընդունում։ Վարիկոցելեի վիրահատությունը շատ բարձր, պրիմիտիվ, շատ արագ կատարվող, միկրոսկոպի միջոցով արագ այդ երակները կապվում են, բնությունը քեզ տալիս է նոր երակային համակարգ։ Մենք ունենք մինչև 7% շանս, որ կարա հիվանդությունը կրկնվի։ Ու այսքանը։ Իսկ վիրահատությունից հետո որքան ժամանակ անց կարելի է պլանավորել։ 3 ես հիմնականում արդեն ասում եմ, այդ կարերը ներծծվում են կամ քանդում ենք, դուք արդեն կարաք ազատ սեռական կյանքով ապրեք, որովհետև դաժե վատ սերմով հղիություն հնարավոր է։ Դա հավանականության հարց է, եթե սերմը լրիվ զրոյական չի։ Բայց սերմի թարմացումը մենք տեսնում ենք, սերմը թարմանում է 3 ամիսը մեկ, այսինքն մենք մոտավորապես 3 ցիկլ պետքա բաց թողենք ու 90%-ը ում սերմը պետքա լավանա, 9-րդ ամսին նոր սկսում է լավանալ։ Բայց նույնիսկ վատ սերմի պարագայում հնարավոր է հղիություն, շատ լավ։ Իսկ սերմի որակը լավացնելու համար վիտամինային կոմպլեքսներ երբ է ցուցված, երբ կարող է խանգարել։ Ես այս օրինակը միշտ հիվանդներին բերում եմ։ Վիտամինային կոմպլեքսը դա դզող փչողն է։ Դու պատկերացեք ձեր անպատվությունը մեքենա է, ծառը ընկել է ձեր մեքենայի վրա, ու դուք ծառը վրան եթե տանեք դզող փչողի մոտ, չի սարքվելու այդ մեքենան։ Պետք է ծառը հանել դնել մի կողմ, նոր տանել դզող փչողի մոտ։ Հասկացա՞ն։ Լավ։ Ինչ հասկացար ոնց։ Լրիվ։ Այսինքն ցուցված է, երբ որ հիմնական պատճառը վերացվում է ու որպես վերականգնող սնուցող մեթոդ։ Անպատվությունը բուժվում է։ Այո։ Որ դեպքում կարող է չբուժվել եւ ժամանակակից բժշկությունը ինչ է ցույց տալիս։ Ժամանակակից անպատվությունը ինչ է, երբ զույգը չունի պտուղ։ Ժամանակակից բժշկությունը տենց իրավիճակ չի թողնում։ Միշտ էլ հնարավոր է։ Հնարավոր է դոնորական ձվաբջջով, հնարավոր է դոնորական սերմով, հնարավոր է X-ով, հնարավոր է սուրոգատ մոր օգնությամբ եւ այլն, բայց եկեք ճիշտ հասկանանք, սեփական երեխա ունենալը
մի հասկացողությունն է, այսինքն վերցնել ձվաբջիջ, սերմնաբջիջ իրար միանալ բնական ճանապարհով սեքսի միջոցով երեխա ունենալը, բայց դա անպտղություն չի։ Այսինքն անպտղությունը դա երբ որ զույգը չունի երեխա, զույգը չունի պտուղ, թե ինչ եղանակով այդ երեխան ծնվում, դա արդեն հարցի մյուս կողմն է, դա էկոնա, X-ին է եւ մնացած բոլոր մեթոդներն են։ Այսօր եթե ամփոփենք, ի՞նչն է բացասական ազդում սերմի որակի, քանակի, շարժունակության վրա եւ ինչպես կանխարգելել անպտղությունը։ Սիգարետը ու մնացած տխելիքները, անառողջ վերամշակված սնունդը, անառողջ ապրելակերպը, քիչ շարժվելը եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ բոլորին խորհուրդ ենք տալիս 6-ից իմ մինչև մոտ, 1 տարի 6-ից մինչև 1 տարի սպասել, հանձնել սպերմոգրամը, տեսնել եթե խնդիրը չի լուծվում, գալ խորհրդատվության։ Շնորհակալություն ինֆորմատիվ զրույցի համար Դավիթ։ Մենք զրուցում ենք ուրոլոգ Դավիթ Տոնոյանի հետ։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը, շարունակեք հետևել մեր հաղորդումներին, բաժանորդագրվեք, հետևեք մեզ նաև սոցիալական էջերով։ Շնորհակալություն նաև Յասամա ռեստորանին, ընկերական հանդիպումների լավագույն հավաքատեղի, նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Հովակիմյան էսթետիկ կենտրոնին համագործակցության համար։ Կհանդիպենք։ Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։